Երկրի ղեկավարի բառապաշարը, ռետորաբանությունը, օգտագործած բառերը այլևս ընտրություն չեն թողում, որպեսզի դրան տրվի իրավական գնահատական։ Ես ենթադրում եմ, որ իրավական գնահատական տալուց հետո ինչ-որ մի ժամանակ կգա, որ նաև հնարավորություն կունենանք առողջապահության ոլորտի մասնագետներին տեսնենք այսպես համախմբված, որպեսզի նաև իրենց մասնագիտական գնահատականը տան այն անձի վերաբերյալ, որը ի վիճակի է այդպիսի բառապաշար եւ այդպիսի խոսույթ օգտագործել ոչ միայն եկեղեցականների նկատմամբ, այլ ընդհանրապես որևէ անձի նկատմամբ։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որովհետեւ կուսակրոնները խախտել են իրենց ուխտը։ Կամ մենք կատարել ենք տարածքային զիջումներ, որովհետեւ կուսակրոն հոգեվորականները չեն պահպանել իրենց կուսակրոնության ուխտը։ Ուղղակի զավեշտական է հնչում։